Նոր կաթողիկոս կընտրեն, թե ներսում որևէ փոփոխություն կանեն։ Իշխանության, քաղ պայմանագրի կամ այլ կուսակցության գործը չէ։ Մայրաթորը խստորեն դատապարտել է քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։ Կուսակցության նախընտրական ծրագրում եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման եւ կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը, սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաեւ խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունն ընտրության է գնում խոստումով, հետ չեն կանգնելու եկեղեցու, այսպես ասած, բարենորոգման օրակարգից։ Այս գործում որպես հավատացյալ ներկայացող Փաշինյանը իր կազմած ճանապարհային քարտեզը նախընտրական ծրագիր է բերել։ Կաթողիկոսի հեռացում, նոր տեղապահ, կանոնադրություն, հետո էլ նոր կաթողիկոս։ 4 կետով պատմել են անելիքները, եթե իհարկե ընտրվեն։ Դրանք բոլորը եկեղեցու ներքին հարցերն են։ Իրավապաշտպանը պնդում է Հայաստանի մայր օրենքը հստակ սահմանում է, եկեղեցին ու պետությունն անջատ են։ Եթե դա արվի հենց կառավարության կողմից, ոչ թե եկեղեցու անդամների կողմից, այդ ժամանակ կխոսենք միջամտության մասին։ Սա սպառնալիք է կամ պլան է դրա վերաբերյալ։ ՀՊԱ-ականները պնդում են վերջին տասնամյակներում եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունն օտարվել է եւ շարունակում է օտարվել եկեղեցուց։ Ինչ տվյալներով են սա պնդում, ինչ դիտարկումներ, հաշվարկներ են հիմքում, պարզ չէ։ Հստակ է սակայն, մարդիկ կոտարվեն, թե ավելի կմերձենան եկեղեցուն, բացառապես եկեղեցու գործն է։ Նույն բանը այդ դեպքում պետք է կառավարությունը անի ցանկացած այլ կրոնական կազմակերպության անդամների վերաբերյալ։ Արդյոք մեր կառավարությունը հաշվում է եւ տեսնում է, թե որ կրոնական կազմակերպության անդամների թիվը պակասել է, կա դժգոհություն եւ այլն։ Անավոր մեղադրանքները գրավոր են ձևակերպել, թե արտաքին ուժերը փորձում են եկեղեցին դարձնել Հայաստանի անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։ Եթե տվյալներ ունեն, թող իրավական գործընթաց սկսեն, ասում է իրավապաշտպանը։ Եթե խոսվում է պետության, ազգային անվտանգության սպառնալիքների մասին, դրա համար կա այլ գործիքակազմ, դա քրեական իրավունքի շրջանակներում է։ Կառավարությունը չպետք է որոշի, թե եկեղեցու ղեկավարը ով պետք է լինի, եթե կա մեղադրանք, կա հիմք այդ մեղադրանքի, ըստ դրա այլ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Պայքարը ոչ թե եկեղեցու, այլ անձի դեմ է, այսպես են իշխանականները բացատրում իրենց գործողությունների ու մայր օրենքի հակասությունը։ Այն, որ օրենքով փորձում են որոշել ով է ղեկավարելու եկեղեցին, ով ոչ, իրավապաշտպանի խոսքով արդեն իսկ մեր օրենսդրության եւ միջազգային իրավունքի խախտում է։ Ակնհայտ է պետական ապարատն է լծված եկեղեցու գործերի միջամտությանը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։